Այս մարդը ցույց տվեց իր կեցվածքով, որ ակնհայտ երևույթ հոգեկան խանգարումների հատկանիշներ ունի։ Ես կարծում եմ սա ակնհայտ էր բոլորի համար։ Եվ հիմա ես ունեմ հետևյալ հարցադրումը։ Ժողովուրդ ջան, դուք ինչ կարգի ընտանեկան մոդել եք տեսնում։ Ամեն մեկդ։ Թող սա պրոյեկտի իր ընտանիքի վրա։ Ինչպիսի ընտանիքի հայր է ինքը ուզում ունենալ կամ իր երազած հայրը կամ այն իդեալական մոդելը, որը մենք կցանկանայինք ունենալ։ Հավասարակշռված, մտածող, մարդկանց հետ նորմալ շփվող, աշխատասեր, իր աշխատանքը անող ընտանիքի հայր, թե իստերիկ, լաչար, կարծիքը 10 անգամ շաբաթը փոխող, ստախոս, sense կազինոյի կլիենտ եւ հարբեցող։ Ինչ կտրենք ձեր ընտանիքի համար, ձեր սիրած մոդելը որը կլիներ։ Երևի չեմ կասկածում, չէ, լավ մոդելը։ Հիմա համարեք, որ երկիրը մի մեծ մեր ընտանիքն է։ Եվ ունենք մի մարդ, որը ամբողջությամբ համապատասխանում է այդ երկրորդ տարբերակին։ Իստերիկ, sense գժական գնացող ինքն էլ էր, չի ասում կարգավորման ժամանակ Ղարաբաղի հարցի, թե ես ինձ գժի տեղ եմ դնում։ Չէր դնում գժի տեղ։ Շատ բնական էր։ Շատ բնական էր։ Հիմա հորդորս հետևյալն է։ Մենք համարենք մեր երկիրը ընտանիք, մեծ ընտանիք։ Եվ այդ ընտանիքի տիրոջից է կախված մեծապես, թե այս երկիրը հանգիստ է լինելու, թե ոչ, պատերազմ է ունենալու, թե խաղաղություն, բարեկեցիկ է լինելու, թե հակառակը։ Շատ պարզ համեմատության մեջ եմ դնում այս ամենը։ Մեկ անգամ սխալվել ենք, հավատացել ենք։ Երկրորդ անգամ այլ սխալվելու տեղ չունենք, թիկունք չի մնացել։